Հարցը վերաբերվում է հայոց խոսքին, հայոց լեզվին, հայոց գրերին։ Բարի լույս, սիրելի ազգակիցներ, Վարդանանք զրուցահանդեսը ողջունում է ձեզ։ Սիրելիներ, նախ ծանոթացնեմ ձեզ մեր հյուրի հետ, որից հետո կանդրադառնամ ուրեմն մանրամասներին։ Բավական կենսագրությունը բավական բարդ է, դրա համար ես շատ սեղմ այսպես ընդհանուր գծերով ձեզ ընդամենը ներկայացնեմ։ Սամվել Բեկթաշյան, հայրը Ժորա Բեկթաշյան, մայրը Գոհար Բեկթաշյան, բնիկ լոռեցի է։ 1981-ին ավարտել է Մոսկվայի պոլիտեխնիկական ինստիտուտը ֆիզիկոսի մասնագիտությամբ։ Աշխատել է ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության և կրթական ոլորտներում ղեկավար պաշտոններով։ Արցախյան պատերազմում եղել է զորահրամանատար, փոխգնդապետ է, հատուկ գնդի շտաբի պետն է եղել Արցախյան ազատամարտում, 93-ին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործոց փոխնախարար, 94-ից 96-ը եղել է միջազգային ավտոճանապարհային երթևեկության կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում, 98-ից 2000 թվականի եղել է Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության պետի տեղակալ, Պաշտպանության նախարարության տարեգրության վարչության պետի տեղակալ է եղել դրանից հետո, ներկայումս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի փոխտնօրենն է։ Բայց ինչ որ մենք այսօր զրուցելու ենք, սիրելի Սամվել, հավանաբար ոչ մի կապ չունի բոլորի հետ, սա բազմապես որպես կենսագրական երկու խոսքով ներկայացրինք։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր զրույցին, սիրելիներ, սա մի նյութ է, որով զբաղվում է մեր սիրելի Սամվելը, պարոն Բեկթաշյանը, արդեն երկար տարիներ, տասնամյակներ, եւ ինչպես որևէ հայ, որը դեռևս դեռ հայ է, որ գենը դեռ իր ամբողջ ուժով ժայթքում է մեջը, սա վերաբերում է դարձյալ հայոց ճակատագրին, հայագիտությանը, հայոց գրերին, հայոց պատմությանը եւ այլն։ Եվ ընդհանրապես աշխարհում հայոց տեղի նշանակության դիեզերքում այս բոլորի մասին է։ Հիմա զարմանալի է, տեսեք, դարձյալ եւս մի օրինակ։ Մենք հաղորդումներ արել ենք տղաների հետ, որոնք մասնագիտությամբ ֆիզիկոս է, մաթեմատիկոս է եւ այլն, բայց մարդը նստել գրում է հիքսոսների մասին։ Շատերն են այսպեսին։ Հիմա պարոն Բեկթաշյանը նույնպես իր կյանքի ընթացքում, բազմաբեղուն կյանքի ընթացքում բազմաթիվ գործեր անելով, պաշտոններ զբաղեցնելով եւ այլն, միաժամանակ ուրեմն զբաղվել է սրանով եւ կարծեմ թե այս ամենը արել է շատ ավելի սրծավորեն կամ մնացյալը։ Սկսենք, սիրելի Սամվել, նախ երկու խոսքով մեր հանդիսատեսին ներկայացրու, թե ինչի մասին է մեր զրույցը լինելու։ Բարեողջույն, հատկապես հայ ազգին, որը խնդիր ունի ընդհանրապես հազարամյակներ փորձում է գտնել իր ով լինելը եւ ինչ անելը։ Եվ իմ ու քո զրույցը, նախազրույցը մինչ եթեր, իհարկե շատ հեռուներ տարավ եւ գալիս ենք անվերջ սկզբից, գնում ենք անվերջի վերջը։ Մեր ազգով իդեպ համոզված ենք եւ որտեղ է այդ փնտրտուքները եւ ամեն հայ մարդ, հատկապես հայ մարդ յուրովի է փնտրել, փնտրում եւ փնտրելու է եւ երբևիցե գալու ենք մեկ ճշմարտության, ընդհանրական ճշմարտության բացահայտման, ըստ որի շուրջ առանցքվելու ենք նախ հայերս եւ այդ առանցքի շուրջ առանցքվելու են ընդհանրապես մարդկությունը։ Հարցը վերաբերվում է հայոց խոսքին, հայոց լեզվին, հայոց գրերին, որը արտարոց երևույթ է ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում, ոչ միայն հայ ազգի պատմության։ Բանը նրանում է, որ 405 թվականին հայերիս տրված այբուբենը, դա ոչ թե գրավոր խոսքի պայմանանիշեր էին, այլ ամբողջ այբուբենը ուղերձ է Աստծո կողմից հայերի միջոցով ամբողջ մարդկությանը։ Եվ հայոց այբբենի մեջ թաքնագրված են բոլոր գիտությունները, բոլոր մարդիկ, բնական, հումանիտար գիտությունները, բացարձակ պատմությունը, մարդկության ապրած եւ ապրելի կյանքը։
գործընթացները։ Այդպիսի հարց չկա, որ հայոց այբենում դրա պատասխանը չլինի։ Այսինքն մեզ տրված է բանն Աստծո։ Ի սկզբանե բանն էր եւ բանն Աստծո մոտ էր եւ բանը մարմին եղավ։ Իդեմս Քրիստոսի։ Բանն անում է, որ մարդկության պատմության ընթացքում արձանագրվել է սկզբունքորեն կառուցված 12 այբուբեն։ 12 այբուբեններից միայն հայոց այբուբենն է, որ կոնկրետ հեղինակ ունի մարդու տեսքով, իդեմս Մեսրոպ Մաշտոցի։ Մնացյալը չունեն հեղինակ, ծագումնաբանություն։ Եվ անվիճահարույց է, եւ որը Մեսրոպ Մաշտոցի ժամանակակիցների վկայությամբ, որ դա տրվել է ի վերուստ Աստծո կողմից։ Այսպես է խորենացու մոտ պատմահոր, որ մի աջ ծեր գրեց հայոց այբենի տառերը եւ բացատրեց դրանց հանգամանքները։ Այսինքն ոչ միայն տառաձև է տրվել Մեսրոպին, որ սա ան է, սա բն, սա գն, այլ բան է ասվել նաեւ։ Ա տառը ինչ է, ա հնչյունը ինչ է եւ բարձաբանվել է, մատուցվել է դրա ամբողջ խորհուրդները, բանական երևույթ որպես։ Եվ ինքնին այբենը որպես բանական համակարգ։ Եվ ու պատահական չէ, որ 405 թվականից էսքոմ, ասենք Դավիթ անհաղթ երևույթ ծնեց աշխարհը, որի 1500-ամյակը տոնեց ամբողջ աշխարհի մարդկությունը, որպես երևույթ, որը փիլիսոփայության մեջ, իմաստասիրության մեջ եզակի խոսք ասեց։ Ինչևէ, որովհետև որտեղից էր այդ հզորությունը, դա պարզապես այբուբենի Աստծո կողմից տրված այբենի խորհուրդները ու որպես բանական համակարգ նրա իմացությունների վրա հենվեց Դավիթ անհաղթը եւ բխեցրեց, կառուցեց այն իմաստասիրություն, որ այդպես էլ մնաց անհաղթ, վեր կանգնելով Սոկրատեսից, Արիստոտելեսից, անտիկ շրջանի փիլիսոփաներից իդեպ։ Ինչ է հայոց այբենը։ Ուրեմն նախ ծագումնաբանությունը։ Քրիստոս Հիսուս երբ որ բարձրացավ, Աստծո աջում նստեց։ Հովհաննես Ավետարանիչը երբ որ նկարագրում է հայտնության մեջ ինչ կերպ է տեսել Աստծուն, նա նկարագրում է այս կերպ, որ Աստծո աջում կար դրված գիրք գրված եւ կնքված 7 կնիքներով։ Աստծո աջում հայոց այբենն էր տրված։ Քրիստոս բարձրացավ եւ այդ այբեն ուղարկեց ներքև մարդկությանը, հայերիս, որ հայերով մարդկությանը իդեպ, եւ ինքը նստեց այդ աջում, աջը զբաղված էր այլապես։ Եւ Հովհաննես Ավետարանիչը ինչ է ասում։ Ասում է, ես չկարողացա կնիքները բացել, որոնք 7-ն էին, իհարկե, եւ երկար լացեցի։ Մոտեցա մի հրեշտակ եւ բացեց կնիքները եւ բացատրեց դրանց հանգամանքները։ Հայոց այբենի 7 ձայնավորները դրանք հայտնության մեջ նշված Հովհաննես Ավետարանիչի առաքյալի հայտնության մեջ նշված 7 կնիքներն են։ Բանը նրանում է, որ ունենք 7 ձայնավոր եւ 29 բաղացային հայոց լեզվի մեջ եւ միակ լեզուն է հայոց լեզուն, որտեղ 29 բաղաձայնով որևիցե իմաստ բովանդակող, պարունակող բառ չես կարող կառուցել առանց որևիցե ձայնավորի մասնակցության։ Հետևաբար բառակառույցի մեջ ձայնավորները դրանք բանալիներ են, որոշիչ խորհուրդ ունեն։ Սա մեկ առանձնահատկություն այբենի։ Ուրեմն 1600 տարվա ընթացքում հայոց այբենը Մեսրոպյան իր կառուցվածքով չի փոխվել, այսինքն տառերը կարգատվերի առումով այբենի մեջ տեղաշարժ չեն ունեցել, փոխատեղում չի եղել։ Երբ որ գրում ես ոսկի բառը հայերենում եւ գումարում ես տառերի կարգաթվերը, ես փորձեմ ցուցադրեմ դա, ոսկի Վոն 24-րդ տառն է, Սն 29, Կն 15 եւ 11։ Երբ որ գումարում ենք կարգաթվերը,
որոնք 1600 տարի նույնն են, ստանում ենք 79։ 79-րդ տարրը էլեմենտը պարբերական շարքում դա ոսկին է։ Քիմիական պարբերական շարքում, քիմիական տարի, պարբերական ամուսնություն, իհարկե։ Արծաթը, երկաթը, սնդիկը ճշգրիտ համապատասխանում են։ Բնական է, որ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ օրինակ ատ չէ, աթը ածանց է, մետաղը արծն է, արծը, ասում ենք արծնած, ասենք արծնապատել, արծնած եւ այլն։ Արծը 1.3214 գումարում ենք, ստանում ենք 47, դա Արգենտինումն է։ Այսինքն համապատասխանում է նաև կարգաթվին։ Մենք բոլորս գիտենք, որ Մենդելեևի պարբերական աղյուսակում տարրի կարգաթիվը ցույց է տալիս ատոմի կառուցվածքը, այսինքն եթե աուրում 79-րդն է, սա նշանակում է, որ ոսկու ատոմը կենտրոնը բաղադրված է 79 պրոտոնից, որի շուրջ պատտվում են համապատասխան քանակի էլեկտրոններ, 79 էլեկտրոն։ Այսինքն բառի մեջ դրված է, տեղակայված է միջուկային ֆիզիկայի ճշտությամբ տեղեկություններ։ Եվ որ ավելի ենք խորանում, ինչու բառի տեսքով, բանից պարզվում է, երբ որ կարգաթվերի համապատասխան տարրերն ենք տեղակայում, այսինքն ոսկի բառը բաղադրված է 24, 29, 15, 11-րդ տարրերից, երբ որ համապատասխան կարգաթվերի համապատասխան տարրերն ենք տեղադրում, պարբերական աղյուսակից Մենդելեևի, 24-րդ տարրերը քրոմն է, 29-րդ տարրը պղինձը, 15-րդը ֆոսֆոր և 11-րդ նատրիում, ստացվում է քրոմ գումարած կոպրում, գումարած ֆոսֆոր, գումարած նատրի, ստացվում է աուրում։ Այսինքն մեր լեզվի մեջ, իդեմս մեր այբենի, թաքնագրված է ջերմամիջուկային սինթեզի բանաձև։ Եվ սրանք ինչ միջոցներով տեխնոլոգիական, որը դասական քիմիայով առայժմս, ոչ թե առայսօր բացատրություն չունեն, մեր լեզվի մեջ դրված է ջերմամիջուկային սինթեզի բանաձևեր, որը ալքիմիկոսների ձեռքը ընկնել կարող են ոսկի ստանալ դրանից։ Ոչ, ինձ թվում է, որ մեզ տրված է հակառակ ֆունկցիան, այսինքն հազարամյակներ մարդկությունը ոսկի է հավաքել, եւ հիմա հողագնդի վրա գերխնդիր կա էներգակիրների, վերջանում է հողագնդի վրա օրգանական վառելիքը, այդ պատճառով պատերազմն է կամաց հասունանում հողագնդի վրա, երրորդ համաշխարհային այս կերպ ասած, հիմքում դրանք կրոնները չեն, դրանք էներգակիրները պարզապես սպառվում են օրգանական վառելիքը եւ մեր ազգին տրված այբուբենի մեջ ի սկզբանե տրված լեզվի մեջ դրված է գիտություններ, որով մենք այդ պատմականորեն պետությունների կողմից հավաքած այդ ոսկու պաշարները տրոհենք եւ այդ ոսկու մեջ ծածկված դրված այդ էներգիան օգտագործենք արդեն մեր կյանքի նպատակների համար, փոխարինելով իհարկե սև ոսկուն նավթին։ Այսինքն ոսկու հավաքելու այդ գործընթացը հազարամյակներ պետությունների կողմից որպես արժույթի համարժեք երաշխավոր, սա սպառել է իր խորհուրդը պատմականորեն եւ բայց անուղակի երկրորդ խնդրով Աստված նախապատրաստել այդ պաշարները, որ ապագա մարդկությունը այդ պաշարները տրոհի եւ դրա էներգիայի բաղադրիչը օգտագործի իր կենցաղային իր առօրյա խնդիրների համար։ Այս տեխնոլոգիան կա այդպեսի, որ դա հնարավոր է գործածել։ Ուզենք չուզենք, պետք է խորանանք մտնենք այդ համակարգի մեջ, լեզու համակարգի, թագնագիր համակարգի, բանական համակարգի այբենի մեջ եւ դուրս հանենք այնտեղից այդ իմացությունները։ Բարի, Մենդելեևի աղյուսակի մնացյալ էլեմենտները, տարրերը նույնպես համապատասխանում են։ Պարոն Վարդան, բանը նրանում է, որ այն տարրերը Մենդելեևի պարբերական աղյուսակում, որի նկատմամբ գործադրել ենք բառեր, ունեցել ենք անուններ, ի սկզբանե, դրանք ստուգապես համապատասխանում են, որոնք
չենք ունեցել, ասենք ձերք բերովի են, ձևական են, ֆորմալ են, ասենք դրանք բնականաբար չեն համապատասխանում։ Օրինակ ասենք urան։ Ուրանը նորույթ է։ Նորույթ է, մեր լեզվի մեջ։ Ի սկզբանե չի եղել urան։ Միգուցե ոչ թե միգուցե այն տարրերը, որոնք դիտվել են կան բնության մեջ, մեր ազգը ունեցել է դրանց անունները, ինչպես ոսկին արծաթը, սնդիկը, կապարը եւ այլն։ Իհարկե, հարկավոր է հայ մարդու խնդիրն է փնտրել, գտնել եւ վերականգնել ադամական աստվածային լեզուն։ Կապարի վերաբերյալ ունենք արճիճ, ունենք կապար։ Շատ կարևոր հիշատակում եք անում, պարոն Վարդան, բանը նրանում է, որ օրինակ շատ դասական օրինակ է լեզվի խեղման իդեպ եւ ինչպես ենք մենք կարողանում եւ առօրյա կյանքում ինչպես է խեղվում լեզուն։ Բարբառներում կապար տարին ասում են արճիճ։ Այսօր փառքաստու մնացել է բառը եւ օգտագործում են։ Գրական լեզվի մեջ, տեխնիկական լեզվի մեջ գործադրելներ են մուծել, ձևավորել կապար բառը։ Կապարի բառի կարգատվերի գումարը չի կազմում, ասենք, չի կազմում 82։ Դա տարօրինակ թիվ է ստացվում ծուռ։ Իսկ արճիճ բառը ստուգապես կարգատվերի գումարը տարի կազմում է 82, որը պարբերական շարքում հենց արճիճն է, կապարն է։ Սա եւս սա իդեպ այդ հուշեցիր շատ կարևոր բան, որ բնական գիտություններով հնարավորություն են ձեռնվում վերականգնել, առողջացնել հայոց լեզուն, հայոց խոսքը։ Իսկ ինչ որ ժամանակի ընթացքում աղարտվել է հակառակ ճանապարհը գնալ։ Անպայման, բանը նրանում է, որ խոսքի ծագումը սկիզբը ծննդոց գլխից հետևյալն է, երբ որ Ադամին արարեց Աստված դրախտում, Եդեմում, այնտեղ չի ասում, որ Աստված առարկանային կոչեց այդպիսի անունով, այլ ասում է հետևյալ կերպ. Ադամ ինչ կերպ կոչեց, այդպես էլ անվանվեցին քարը քար, ծառը ծառ, այսինքն ոսկին ոսկի, Ադամը ասենք ոսկու պարագայում, չէ, ոսկու մեջ տեսա ոսկու ատոմական կառուցվածքը, այդ խորությամբ ինք իրեն տրված էր հնարավորություն տեսնելու երևույթները։ Ինչով է դա ապացուցում այս փաստով, որ փաստորեն բառը իր մեջ պարունակում է միանշանակ, այսինքն հարցը վերաբերում է ադամական աստվածային լեզվին է վերաբերում։ Ինչի համար խոսքը կոչված է մոդելավորելու, պատճենելու եւ արտաքին աշխարհը, ռեալ աշխարհը, կյանքը ամբողջապես եւ բառի մեջ պետք է բառը արտացոլի երևույթի հատկանիշերը առավելագույնս։ Երբ որ բառը վեր ենք ածում պայմանականության, ասենք կապարի պարագայում, արճիճ հնչյունների համակարգի մեջ արճիճ երևույթի ատոմական կառուցվածքը կա մեջը, այսինքն այդ խորությամբ տեղեկություն կա բառի մեջ։ Մենք միգուցե գիտակցորեն չենք հասկանում, բայց մարմինը խորապես հասկանում, տեսնում է այդ հնչյունների այդ համակարգով, ինչի մասին է խոսքը։ Երբ որ դա վեր ենք ածում կապարի, երկխոսությունը մարդ երևույթ, մարդ արճիճ ճանաչումը դառնում է պայմանական։ Լեզուն դարձնելով պայմանական հաղորդակցման միջոց, մարդը օտարվում է։ Մարդը օտարվում է նա եւ մարդը բնահունջ, բնականon ապրելու կացուտաձևից հեռանում է։ Մարդը դառնում է կեղծ։ Եվ սա բերում է իր ավերածությունները, իհարկե, եւ քաղաքակրթություն կոչված ընթացքը, երբ որ դիտարկում ենք ընդհանրապես, դա լեզուների կռիվ է, պարզապես մեկ լեզուն կամենում է գերիշխել մյուսի եւ արդյունքում քաղաքակրթություն կոչվածի մարդը ստեղծեց ամենակատարյալ ինքնաոչնչացման զենքերից մեկը, ասենք։ Դա ավելի շատ լեզուների պատերազմ է եւ արդյունքում զենքերի կատարելագործման գործընթաց։ Ձերքի հետ կեցությունն ապահովող ինչ-ինչ բաներ է ստեղծվել, բայց ամբողջ
պոտենցիալը գիտական, մտքային, ինչ որտեղ մասնակի հոգևոր ուղղորդված է պարզապես ինքնաոչնչացման տանելու։ Արի գիտես ինչ, արի մենք դրան կանդրադառնանք երկրորդ հաղորդման ժամանակ։ Ահա, բարի։ Մենք այբենից ինչ եմ ուզում, որպեսզի մերոնց ասես էլի Սամվել։ Նախ որ յուրաքանչյուր տար ունի իր իմաստը, ունի իր անունը, ոչ թե հեգումը, այլ անունը, սա շատ կարևոր է։ Եվ այս յուրաքանչյուր տարի ունեցած այս անունը, մի վարքյան եթե կարելի է, ասենք այս պարագային, ես փորձեմ դա մատուցեմ հավաքական, ընդհանրական։ Շատ բարի, բայց մի բանը պիտի շեշտել, որ այստեղ այս պարագային տառը ունի իր որոշակի անունը եւ վերջ, դա չի փոխվում։ Այսինքն հարմարեցնելու խնդիր չի առաջացել այստեղ։ Շատ կարևոր է, սա շատ կարևոր է որ նշվի։ Դու բացատրիր թե բան ինչ ունի։ Ուրեմն մի քիչ ածանցվեմ անուղակի բաներ հաստատող, հետո այդ դաշտը ապահովելու, որպեսզի երկխոսությունը կայանա, որպեսզի նույն հարթության վրա մտածենք, բանավարտան, բանը ինչու՞մ է։ Հայոց լեզուն հողագնդի վրա միակ լեզուն է, որով խոսելու ժամանակ մարդը ոչ մի մկան չի լարում։ Բնահունչ լեզու է։ Չկա այդպիսի լեզու, որ ինչ-որ հնչյուն կամ հնչյունների խումբ արտաբերելու ժամանակ մարդը որոշակի մկաներ չլարի։ Սա աշխարհի գիտնականների, լեզվագետների եզրակացությունն է, ոչ միայն իմ դիտարկումների արդյունքը, սա մենք։ Հայոց լեզուն եւ հայոց գրավոր խոսքը մեկ սկզբունքի են համապատասխանում, մեկ հնչյուն, մեկ տառաձև, այսինքն ճանաչման պարագայում մարդը երբ որ լսում է խ հնչյունը, ինքը պատկերացնում է խ մարմինը, հնչյունի մարմինը, իդեմս տառաձևի, եւ ընդհակառակը, երբ որ տեսնում է խ տառը աչքերով, տեսողական զգարաներով, չէ՞, տեսողությամբ, նույն կերպ ինքը պատկերացնում է, լսում է այդ հնչյունը, այսինքն զգայարանները հաստատում են մեկը մեկին։ Այդ առումով ի տարբերություն այլ լեզուների, որտեղ նույն հնչյունին վերագրված են մի քանի բաղադրիչներ եւ այլն։ Եվ երբ որ հայերենում գրում ենք єդեմ, կարգատվերի գումարը կազմում է 36։ Այսինքն єդեմ հասկացությունը, երևույթը կա աշխարհագրական єդեմ, դա հայկական լեռնաշխարհն է, Քուր, Արաքս, Տիգրիս, Եփրատ գետերի ակունքները, դա հայկական լեռնաշխարհն է, որտեղ ի սկզբանե ապրել է մեկ ազգ, դա հայ ազգն է, եւ єդեմը դա իմացական դրախտն է, որը հայոց այբեն է, որը ունի 36 տառ։ Բայց բարագային єդեմը փաստորեն եբրայերեն չի։ Ուրեմն, բան արդեն, հիմա մենք զրուցում ենք մեկ բանի մասին, մեկ հարցը կրկնում եմ մտածված ես հարցը տալիս, իհարկե հուշելով ինչը, բոլոր լեզուների մեջ կա մեկ լեզու, որը Աստծոնն է, որը կատարյալ է և ինքը պահում է, պահպանում է, ինքը ընտրել է մեկ անոտ, դա հայի անոտն է, հայ տեսակն է, և վստահելով պահ է տվել մեզ իր խոսքը, իր լեզուն, և մենք հիմա խոսում ենք ենթալեզվով, հայերենը, որ բազում 50 ավել բարբարներ ունի և հիմա ունենք գրաբար, միջին հայերեն, աշխարաբար հայերեն, հիմա էլ ունենք արևելյան, արևմտյան լեզվախոսություն չէ, դաշտերային լեզուների, այդ լեզվի մեջ, մեր ենթալեզվի մեջ կա մեկ լեզու, լեզվամտածողություն, որը Աստծուն է, որը հաստատուն է, որի վրա ոչինչ իշխանություն չունի, ոչ ժամանակը, ոչ անձիկ, ոչ որիցի երևույթ։ Այսինքն մեր լեզվի մեջ պահ է տրված իդեպ, շատ ծանր մի բան ասեմ, հայ կոչվում է համայնի արարիչ Հիսուս։ Ըստ քո նախորդ հարցի, հիմա փորձեմ մատուցեմ դա, թուրք կոչում է թուրք Քրիստոսի, ապշելու բան է կատարվում, հայ մարդուն վստահել է իր խոսքը, տիեզերքում ամենաթանկ բանն է մեզ տվել, ամենակարևոր բանը, ավելին չի լինում պարզապես,
Եվ մեր ամփույթ պահվածքի պարագայում այն կողքին ստեղծել մի ահռելի 50 միլիոնանոց մի ազգություն, որը կոչված է այն հայ տեսակ, որը շեղում եւ խեղում է իր լեզուն այն կերպ, որի մեջ դրված աստվածային լեզուն խաթարվում է, թուրք Քրիստոսով կտրում թափում է պարզապես, դա իրեն պետք չի։ Շատ ցավալի, շատ ծանր բան եմ ասում, բայց դա այդպես է, պատմականորեն այդպես է։ Անցնենք առաջ։ Իսկապես ծանր բան է, եթե մենք խորանանք սրա մեջ, ուրիշ տեղ ենք գնալու, ես Հայբուբենի հարցը։ Ուրեմն հարցի շատ կարևոր է, ասենք, համակարգը, Այբուբենը որպես թաքնագրային եւ բանական համակարգ, ինչ խորհուրդներ ունի եւ ինչ կերպ է հնարավոր վերընթերցել, վերցանել եւ կարդալ, պարզապես եւ հասկանալ ինչ է այնտեղ։ Ինչպես ասացիր, պարոն Վարդան, տառերը ունեն տառանուններ, դրանք անփոփոխ են։ Ինչ կերպ քարը ունի քար անուն, ծառը ծառ, չէ, մարդը մարդ, այնպես էլ հնչյունը, որը միակ եւ միանշանակ խորհուրդ ունի։ Հնչյունին տրված է մեկ բառային իմաստ, խորհուրդ, եւ տվյալ հնչյունը կոչված է որոշակի բան անելու։ Նորից նույն սկզբունքն է աշխատում, հնչյունները, տառերը դրանք պայմանական չեն։ Հիմա մենք կզրուցենք տառերի առանձնահատկությունների մասին։ Ուրեմն նախ տառանունները։ Ես արտասանեմ պարզապես դրանք, ան կոչում է արարիչ, բնդ բովանդակ, գնգոյության եւ այս կերպի։ Արարիչ, բովանդակ գոյության դատավոր երկնքի, զորավոր էություն ըսթուն, թագավոր ժամանակած իրաց, լուսո խավարի, ծոված կենսականած համայնի, ձայն ղողանջած, ճեմարան մտած, Հիսուս նազովրեցի շնորհող եշունչ, չարյաց պատաղիչ ջանադիր ռաբբի, սուրբ վկայություն, տեր ժոպեի ցանկալի ու փառ Քրիստոսի։ Ուրեմն սրանք հայոց այբենի տառանուններն են, որ Մեսրոպ Մաշտոցին երբ որ տրվեցին տառերը եւ տրվեցին նաեւ անունները։ Այս ուրեմն տառերի տառանունները վեր են հանվել Մատենադարանից, Պողոս Պողոսյան լեզվաբան դասախոս, որին ճանաչում ես բարեբախտաբար ես բախտ չեմ ունեցել ճանաչելու իր գործերն եմ զանոթացել, դուրս է բերել այս տառանունները։ Եվ շարունակությունը երևի թե իմ եւ մնաց այլ հայ մարդկանց է թողնվել ավելին դիտարկելու։ Բանից պարզվում է, երբ որ տառանունները գործադրում ես իմաստասիրության տիրույթում, սկսում ես հասկանալ ընդհանրապես երևույթային աշխարհը, Աստծո գործընթացները եւ ճշմարտությունը պարզապես, եւ Սուրբ Գիրք եւ Աստծո ռեալ հայտնապես գործող երևույթները։ Եվ երբ որ օրինակ ասենք մենք մեզ հայ ենք ասում, իդեպ հողագանդի վրա միայն մենք ենք մեզ հայ ասում։ Երբ որ հ-ա-յ տառերի տառանունները տառերին վերադրում ես իր տառանունները, ստացվում է հն համայն է ան արարիչը յն Հիսուս է, ստացվում է որ հայ ազգը Աստծո գործընթացների մեջ կոչվում է համայնի արարիչ Հիսուս, որ նույն հայն է։ Որ նույն հայն է, իհարկե, եւ ստացվում է, որ ոչ թե հայն է, այլ հայով է փրկության խնդիրը իրականացնում Աստված։ Մեզ վերապահված է այդ շատ տեզերական առաքելություն, այդ իմաստով։ Հայոց այբենի տառանունները առօրյա լեզվամտածողությունից տարբերվում են իդեպ։ Թաքնագրային մտածողության մեջ դրանք այլ իմաստ ունեն։ Օրինակ բերեմ։ Օրինակ 11-րդ տառը կոչվում է իրաց։ Իրաց, լուսո, իրաց։ Բանից պարզվում է իր բառը թաքնագրության մեջ, դա մարդ արարածն է։ Մարդ արարածին վերաբերվող մեկ տառ կա, դա 11-րդ տառն է, իրաց։ Ապացույցները անսահման շատ են։ Մենք ասում ենք իրար հետ նստած զրուցում ենք, չէ։ Իրեն խոսում էր։
իրավաբանություն, իրավունք, իր առարկայի կապ չունի, սա իր առարկայի կապ չունի, կամ ասում ենք երկի իր մոլորակ։ Եթե իր առարկա լիներ, հողագնդի վրա երկակի բնույթով առարկա կլիներ կամ նյութ, բայց այդպիսի բան չկա, բայց կա երկտեսակ մարդ, կին, տղամարդ։ Այսինքն մոլորակը, կապույտ մոլորակը, երկիր մոլորակը կոչվում է երկմարդ մոլորակ, կին, տղամարդ։ Մենք վերցրել ենք, խեղել ենք այդ իրը, ինչպես արջիճը դարձրել ենք կապար, չէ՞, իր բառը սկսել ենք գործադրել եւ մարդու նկատմամբ, եւ առարկայի։ Եվ որ առարկայի նկատմամբ բազում բառեր ունենք, որպեսզի հատկանշենք առարկան։ Նման խեղումներ կա իմ դիտարկումների մեջ, փորձել եմ վերցանեմ ու փառքաստու ստացվել են դրանք, որպեսզի թագնագրային խորհուրդների մեջ հասկանանք դա ինչ է նշանակում։ Տարաձևերի խորհուրդ, սա բառային իմաստներ, որի շուրջ կարող ենք շատ երկար խոսել, իդեպ։ Շատ լավ, ուրեմն եթե փորձենք ամփոփել, ասենք դարձյալ կրկնում ենք, որ յուրաքանչյուր տառ ունի իրեն համապատասխան բառը, իր իմաստի նշանակությունը, ինչպես որևէ մարդ կամ առարկա ավելի ճիշտ, ծառ է, քար է եւ այլն, տառներ ունի իր անունը։ Եվ այդ անունը ամփոփող է։ Ամփոփող է։ Հիմա, ուրեմն, բայց մի բան ինձ կապա, պիտի խոսեմ, որ չխոսեմ, կճակեմ բնավորությունս գիտես դու։ Այդ բանի մասին, որ ասեցիր, Թուր Քրիստոսի, թուրքի պարագային, բայց թն այստեղ թագավոր է։ Ես այդ հանգիստ խոսում եմ ես բազ, որովհետև ես գիտեմ թե դու ով ես։ Կյանքդ ես դրել, կռվել ես, թուրքի դեմ ես կռվել։ Այդ իրավունքով եմ ասում, պարոն Վարդան, որովհետև 4 տարի թողած ամեն սրբություն գնացել եմ իրոք իմ ընկերների հետ, իրոք գիտեմ ինչ եմ ասում։ Թուրքը ինձ սպանել, մորթել, ընկերներից մի մասը համբարձվել են եւ այլ, բայց ամեն դեպքում դա այդպես է, այսինքն Թուրքի պարագայում իմ վերաբերմունքը թաքնագրային տեսանկյունից հետևյալն է, իդեպ լինելու է շուտով հետևյալը, թուրքը աղերսելու է փրկություն իր հոգու համար եւ այդ փրկությունը իրենց տալու է հայ ազգը, այդպիսի ընթացք է լինելու մի քիչ հետո։ Բայց բանը թուրը ասած։ Ուրեմն Աստվածաշնչում ինչ է ասում։ Ասում է, երբ որ Ադամը խախտեց Աստծո դրած պայմանը, Ադամին դրախտից հանեց դեպի արևելք։ Եվ այնտեղ թուր դրեց, որպեսզի թուր եւ կրակ, որպեսզի հայը Ադամը չվերադառնա այնտեղ։ Դու այ բենի չես ասում, դու այդ պատմության ես ասում, այդպես ասած։ Եվ ըստ իմաստասիրության։ Ըստ իմաստասիրության։ Իդեպ այս պարագայում, հիմա ասենք մենք թուրքին դատի ենք տալիս, չէ, ուզում ենք պատժենք, մենք գործիքին ենք դատի տալիս, նայում ես ինչ է, պարոն Վարդան, խնդիրը բավականին բարդ ու լուրջ է, երբ որ հողագնդի վրա մեր թշնամին, մեր ազգի, որից ազգ չի, եթե որից ազգի թշնամի այլ ազգ է, ազգություն է, մեր ազգի թշնամին սատանան է, որովհետև ինքը գիտի, որ այս ազգին տրված է Աստծո խոսքը, բավական է հայ մարդը հասկանա ինքը ով է, կամ իրենով ինչ է տրված, դա բացահայտի, ինքը բացահայտում է իրեն, այդ լուսե ճանապարհն է բռնում, բացում, ինքը փրկում է իրեն, փրկելով մնացյալը, բոլոր ազգերին, դրա համար այդ առումով մենք Թուրքի դեմ համարժեք վերաբերվել իրավունք չունենք, անբարո է, տեզերական բարոյականության նորմերով ճիշտ չէ արդեն իսկ։ Նույնն թե ասենք տանդ վրա հարձակվեն գայլեր, դու երկու ճանապարհ ունես, կամ վերացնես իրենց, կամ վանդակ սարքես մեջը պահես, մեկ էլ նայես, երկխոսես։ Այսինքն վերաբերմունք ինքը համարժեք թշնամի չէ մեզ Թուրքը։ Մեր աստվածային խորհրդի վերադառնալու պարագայում թուրքը դադարում է թուրք լինելուց։ Եթե թուրքը հզոր է, թուրք երևույթը չէ հողագնդի վրա, սա նշանակում է թուրք ինչքան հզոր է, մենք այդքան շեղված ենք մեր բուն խնդրից։ Հակադարձ համեմատական։ Հակադարձ միանշանակ, դա ինդիկատոր է, բավական է ամեն ինչ վերականգնի, սա նշանակում է մենք վերականգնել ենք մեր բուն խնդրի մեջ։
Սա որպես զինվորական, որպես հայր, որպես հայ մարդ, որպես հողագնդի մարդ, որպես մարդ արարած, մտահոգ մարդ բոլորի համար, սա այդ իրավունքով եմ ասում իդեպ։ Ես գալիս եմ այլ բանի, այլ հաստատման, որ հայ մարդը այնպես է անտարբեր վերաբերվել ի վերուս տրվածին, ինքը իջել է գազանի մակարդակի հարաբերությունները, թույլատրել է, որ այսինքն չի կարևորել ի վերուստ ինչ է տրված։ Եվ պարզապես սատանա կոչվածը ամեն մի անկատար երևույթ սատանայի զորքի մեջ է, սատանայի միջոցների մեջ է, նաև թուրքը, բնականաբար։ Բավական է մենք մեր զգոնությունը եւ մեր կարևորումը շեղեինք, միանշանակ պետք է պատժվենք, թուրքի կողմից չէ, մյուսի կապ չունի։ Այս խորհրդի մասին է խոսքը, սրանք համարժեքության, թուրքը հիմա ինչ ասում է, թուրքը մեղք է, պարզად։ Մեր սխալ լինելու պատճառով մենք իրեն դարձրինք պատմական հանցագործ։ Դե միայն մենք չենք, Յուգոն լավ խոսք ունի, ասում է, այստեղով թուրքն է անցել։ Նա որ գնացել է հանցագործ է։ Իդեպ ամեն դեպքում բավական է մենք այդ պատճառական առումով մենք մեր մեջ փնտրենք որակները, երևույթը ոչիր է, դա պետք է Աստծո առաջ պատասխան տա թուրք ազգը, այդ միանշանակ է։ Եվ բայց մեր առաջ խնդիր է դրված մեր աստվածային բուն խնդրին հետ վերադառնալու։ Այլ խոսքով Ես մի անգամից եղերնի մասին խոսենք, ես գիտեմ, որ մերոնց համար շատ կարևոր բան է, նաև նուրբ զգացական հարց է։ Այլ խոսքով, քո ձևակերպումը այսպես է։ Երբ որ հայը ի վերուս Աստծուց իրեն տրված շնորհները, որ միայն իրեն չի տրված, այլ տրված է մարդկությանը փոխանցելու համար նաև։ Միայն ծառայաբար թակավորելու։ Ծառայաբար թակավորելու։ Երբ հայը թերանում է այդ առաքելությունը կատարել, կամ երբ ինքը մոռանում է այդ արժեքը անգամ, որ իրեն տրված է, կամ որևէ ձևով թերանում է այս խնդրում, ապա անպայման գլխի փորձանք է գալիս, եւ փորձանքը ոչ թե Աստված է տալիս, այլ տալիս է սատանան։ Այսպես հասկացանք։ Ինչու է սատանան տալիս այդ փորձանքը, որովհետեւ տեսնում է արդեն թուլացել է, կարելի է սրան վերջացնել, ոչնչացնել եւ հարցերը լուծել, այսինքն որպեսզի չիրագործվի, ասենք, Աստծո ծրագիրը։ Խանգարվի Աստծո ծրագիրը։ Շատ կարևոր բան ես ասում, ես ավետարանից մեջբերում անեմ։ Քրիստոս Հիսուս գնաց իրեն ծննդավայր Նազարեթ, որտեղ մեծացել էր պատանեկությունը։ Ավետարանում ասում է, մարդիկ այնպես անհավատ էին, որ Քրիստոս ոչ թե չուզեց օգնի բուժի մարդկանց, այլ չկարողացավ։ Այսինքն, եթե հավատի պարագան դադարում է, չէ, հավատալը թուլանում է կամ չկա դա, այդ դեպքում Աստված անգամ անզոր է օգնել մարդուն։ Սրա մասին է խոսքը։ Այդ դեպքում արդեն իրոք սատանայի ձեռքերը ձերբազատված են եւ ինքը գործում է դրա հակառակն էլ կա, որ կինը փեշին է կտրում Քրիստոսի, ասում է հավատքդ քեզ փրկեց։ Միանշանակ դրանք պատմական Մանրախիչա հավատքը կարող է սարը շարժել եւ այլն։ Դրանք իրողություններ են հաստատ։ Ձևակերպումը սա է, սիրելիներ։ Ըստ մեր սիրելի Սամվելի, որ երբ հայը հեռանում է իր արմատներից, այսպես ասենք, այն արմատը խնդիրն է։ Հեռանում է ինքնին այդ արմատի մեջ տրված է եղել։ Ինչ մենք այսքան ժամանակ ասում ենք մեր արմատների մասին, ծագման եւ այլն եւ այլն։ Երբ հայը հեռանում է իր արմատներից, երբ հայը կորցնում է գիտակցությունը, որ ինքը Աստծո ներկայացուցիչ է այսօր երկրագնդի վրա, կատարելու որոշակի առաքելություն, այդ պարագային անպայմանորեն առաջանում են կացություններ, որը մենք անվանում ենք մեր գլխին եկած փորձանք, անվանում ենք այս ինչ կյանք է, այս ինչ վիճակ է, մարդը սենց ապրել չի լինի, ու երբեք չեք անդրադառնում, որ սպասեք մեր մեղքը ինչ է սրանում։ Անդրադառնանք, տեսնենք ինչն է պատճառը սրան։ Խոսքը եղանը չի, ամեն ինչ։ Այսօրվա դրությունում ենք, այսօրվա մեջ։ Միանշանակ ես կոտրում եմ այս գրուպ կոտրուկի վրա անալիզներ անելով անդադ միշտ վերջը գալիս է մի եզրակացության, որ այո, ամեն ժողովուրդ արժանի ասում են իր թագավորին կամ նման բան, ինքը իր մեղքով է անում ինչ որ լինում է։ Ուրեմն մենք Աստծո տված այուբենի նկատմամբ անփույթ ենք եղել եւ որպես բանական համակարգ պատմական խեղումներ ենք մտցրել։ Այսինքն 9-րդ տարում մեծատար փոքրատար մեկ տարաձև կար, մեկ հնչյուն մեկ տար խեղել ենք դա,
Այսինքն մեծատարի փոքրատարի մեջ բերելով այսինքն խառներ, չգիտես որ ինչ արեցին, եւ 12-րդ տարում ավելացրինք եւ օֆն եւ վերջնական խաթարման ենթարկեցինք եւ հիմա այդ ծուր լեզվային գրավոր խոսքի դաշտը ուզում ենք լուրջ կատարյալ լեզու վերականգնել, չի լինում այդ կերպ, որպեսզի բերած խեղման կարևորումը կարևորենք, երբ որ ավելացված տառերի կարգաթվերը գումարում ենք եւ օֆը 37, 38, 39, կարգաթվերի գումարը կազմում է 114, Մուհամմեդի Ղուրանը բաղադրված է 114 սուրահից, այսինքն թվերի լեզվով մենք Աստծո տվածին ավելացնենք Մուհամմեդի զառանցանքները, պարզապես, եւ մերօրյա իրողությունների մասին, ներկայիս սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության 114 հոդված ունի, ուրեմն եռագույնն է մեր դրոշը, եռագույնը դա դրոշի անունն է, երբ որ գումարում ենք կարգաթվերը, ստանում ենք 114, Երևան քաղաքը 114 երթուղային տաքսիների երթուղի ունի,